Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթության գիտության խնդիրները տարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավար ենք հրավիրել մեկ անգամ դպրոցում կինոֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանին։ Նարեկ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ շատ։ Նարեկը նաեւ ես մեր հեռուստադիտողին ուզում եմ ասել, որ համահայաստանյան շարադրությունների մրցույթի ժյուրիի անդամ է, մրցույթ, որը կոչվում էր Իսկական հերոսը, հա, իմ իսկական հերոսը, թե իսկական հերոսը։ Իսկական հերոսը, բայց երեխաները պետք է անցալեն որպես իմ իսկական հերոսը, այսինքն ըստ իրենց այդ իսկական հերոսը։ Նարեկ, կարող եք ասել, թե դպրոցականների, հա, մասին ֆիլմը ինչ է պատմում, ինչ է տալիս երեխաներին։ Գիտեք, մենք այսօր մեր հանրակրթությունը, այսինքն դպրոցը բազմաթիվ շատ լուրջ խնդիրներ ունի, սկսած ուսուցիչների, տնօրենների պակասից մինչև դասագրքերի պակաս, բայց ես կարծում եմ, ֆիլմը չեմ դիտել, հասցնեմ, կներեք, բայց ես կարծում եմ, որ դուք այդ խնդիրները առանձնապես չեք շեշտադրել, որպեսզի ֆիլմը փոքր-ինչ ավելի թեթև լինի։ Այնուամենայնիվ, ինչ նպատակ եք դրել, ինչ տա այդ ֆիլմը դպրոցականներին։ Նախ իրականում կա փոքրիկ ակնարկ այդ ամեն ինչին, ինչ ասում եք, որովհետև մեր դպրոցում էլ կան ուսուցիչներ, որոնք ոչ այդքան դասական են, ունենք տնօրեն, շակերտները չեմ ուզենա բացել, քանի որ ֆիլմի սյուժետային զարգացումներից մեկն է, որը ինչպես պարզում է, այդքան էլ տնօրեն չի ու լրիվ այլ ուղղությամբ է տանում դպրոցը, այսինքն այդտեղ այդ թեթև ակնարկները կա ձեր ասած շատ լուրջ խնդիրների, բայց ֆիլմը ինքը առաջին հերթին պետք է ապահովի ժամանց, որպեսզի մարդը ուզենա նայի։ Նայ դրանից հետո նոր անցնում ենք ավելի խորքային այդ մեսիջներին, թե ինչ ենք ուզում փոխանցել, այդ թեթևության տակ փոխանցում ենք շատ ծանր թեմաներ։ Հավատարմության, ազգային արժեքների, անցյալի, ապագայի մասին, անցյալի ու ապագայի կապի, թե ինչպես է ներկան այդ երկուսի արանքում, այն որոշում կայացնելու են տեղը, որը կտանի մեր ընտրած ապագան հաշվի առնելով մեր ունեցած անցյալը, այսինքն ինքը այդ թեթև ու ժամանցայինը չի ինչքան էլ որ արտաքինից այդպես է, խորքերում, ենթաշերտերում ունի շատ ասելիքներ ու երեխաներին պետքա փոխանցենք հենց այդ, որ ովքեր ենք մենք, ինչ ունենք անելու, ինչպես դիմակայել այսօրվա մարտահրավերներին, արդյոք կարելի է հույս դնել օտարների վրա, թե մենք մեզանով ու այդպես։ Նարեկ, փաստորեն ֆիլմը կոչվում է մի անգամ դպրոցում 2, տեղյակ եմ, որ եղել է նաև առաջինը, ժամանակ է անցել այս երկուսի միջև, հա, ինչի մասին էր, ինչ տարբերություններ կան այդ երկուսի մեջ, ես որքան գիտեմ առանձնապես այդպես առաջինը գրելիս սցենարը կամ ֆիլմը նկարահանելիս շատ վստահ չէիք, որ երկրորդը լինելու է եւ այսպես ասած դա կախված էր հանդիսատեսի ցանկությունից, հա, շարունակություն տեսնելու։ Այսինքն ինքը ավարտուն բան էր։ Այդպես չէր, որ շարունակություն էր ակնկալում ու ենթադրում։ Բայց ինչ տարբերություն տարիներ են անցել, ուզում եմ պատմեք այդ եւ ստեղծագործական կազմի եւ դպրոցականների, որտեղ երեխաները նույնպես խաղում են, հա, ինչ որ տարբերություն այս տարիների մեջ զգացիք, թե չէ։ Այո, եթե խոսենք սյուժեի տարբերություններից, առաջինում մեր խնդիրը երեխաներին ավելի շատ գրքին մոտեցնելն էր։ Կարդալ, ցույց տալ, որ գիրքը կարող է բացվել ու խոսել քեզ հետ, այն դեպքում, երբ դու լիարժեք բացես ու պատրաստ ես ընդունել նրան, այսինքն այդ ստիպողաբար ընթերցանության մասին չի։ Ու երբ որ նույնիսկ ստիպողաբար ընթերցանությանը վերաբերում ենք մի քիչ այլ, այսինքն մենք պատրաստ ենք լսել գրքին, մեզ համար շատ կհեշտանա ընթերցանություն, որտեղ գիրքը ինքը կսկսի մեզ հետ խոսել, ինքը կպատմի, այսինքն ջանքը դառնում է գրքինը, ոչ թե մերը։ Այդ ծանր տարիներն էր, կորոնավիրուս, շարունակությունը գիտեք։ Պատերազմը նկատի։ Այո, բայց քանի որ սկսել էինք ավելի վաղ, սցենարի մշակումը եւ այլն, բնականաբար այդ թեմաները մի քիչ ավելի դուրս մնացին։ Նոր իրողությունները ենթադրում էին նոր ուշադրություն, նոր ուղղության վրա, այդ նույն ազգային արժեքներ, աստվածը, տեսակը եւ այլն։ Հետևաբար երկրորդում առաջի պլան եկավ այդ ամեն ինչը, այսինքն երկրորդում պահպանելով այդ համամարտկային լավ բարի բաները, նույն ընթերցանություն, ընկերասիրություն, հավատարմություն, չգիտեմ, այն ամեն ինչ կարծում եմ ազգության հետ կապ չունի, ավելացավ ազգայինը, որտեղ մենք հասկացանք, որ
աշխարհում մենակ ենք, աշխարհի դեմ մենակ ենք ու պետքա մի հատ Նարեկ ուզում եք ասել, որ պատերազմի այդպես ելքը մեր կորուստները իրենցով սրբագրեցին որոշ բաներ, հա, սցենարի մեջ, ֆիլմի մեջ, դեք ոնց փոխեցին ինչ որ բաներ, հա, նպատակադրումներ։ Ստիպեցին մտածել, բնականաբար ստիպեցին մտածել, այսինքն ֆիլմը գուցե մի փոքր այլ արժեքներից կխոսեր կամ այլ բաների վրա ավելի շատ ժամանակ կծախսեինք, քան ազգայինի, բայց մենք հասկացանք, որ այսօր այդ խնդիրը ավելի արդիական է։ Ու անդրադարձանք ազգայինին հերոսությանը, չհանձնվելուն, այն ամենին, ինչ կարծում ենք, որ այսօր կարիք ունենք, գուցե սուբյեկտիվ է մեր կարծիքը։ Նարեկ, ուրեմն ֆիլմում կա Դոն Կիշոտի կերպարը, Սերվանտեսի այդ հիասքանչ հերոսը, ինչ ասեմ, այս տրասցենդենտ հերոսը, որը հայտնվում է գրադարանավարի անհետանալուց հետո, գրադարանավարի փոխարեն։ Գիտեք, ես այսպեսի բան մտածեցի, որ գրադարան գրքեր տվող երեխաներին եւ նրա փոխարեն այդպես ասպետականության խորհրդանիշը, բայց երկուսն էլ, հա, այդպես ռոմանտիկ գրադարանը փորձում է գիրք առաջարկել հայ երեխաներին, որոնք չեն կարդում, եւ Դոն Կիշոտը, որը այդպես առանց հաղթանակի հույսի պայքարում է, չգիտեմ ինչերի դեմ։ Արդյոք այս նմանություն իսկապես եղել է, թե ես հիմա կորենում եմ։ Կա, իրականում կա, ու հենց առաջի ֆիլմում մենք Վաչիկ Պապիկի կերպարը։ Ասենք կներեք, Նարեկ, որ ընդհատում եմ, ասենք ես մտածում եմ, ինչի՞ չլիներ օրինակ Սասուցի Դավիթը կամ բան, հետո հանգեցի այն եզրակացությունը, ինչ հիմա հնչեցրեցի։ Այո։ Առաջի ֆիլմում, երբ մենք Վաչիկ Պապիկի կերպարը կերտում էինք, կարճ իրանին անվանում էինք մեր օրերի Դոն Կիխոտ։ Դոն Կիշոտ, որն է։ Երկու ասում են Դոն Կիշոտ։ Ինչու որտեվ մեր առաջի ֆիլմում այդ կերպարը մերժված էր հասարակության կողմից, որտեվ ինչ որ պահի հնչեցրել էր այդ միտքը, որ գրքերը խոսում են ու իրեն ընկալել էին որպես գիժ։ Ու մերժվել էր ու մենակ էր իր պայքարի մեջ։ Մենք հասկացանք, որ ինքը մեր օրերի Դոն Կիշոտն է, ով այո ունի պայքար արժեքների համար, բայց դուք իմ առաջի ֆիլմի մասին եք ասում։ Բնականաբար, քանի որ այդ հերոսը կա նաև երկրորդում, գիծը շարունակվեց նաև երկրորդում։ Այսինքն ինքը մտածված է, այդ համընկնումները պատահական չեն։ Հա, ես ճիշտ եմ կռահել։ Այո, մեր օրերի Դոն Կիշոտը Վաչիկ Պապին էր։ Մի քիչ կպատմեք, թե ովքեր են խաղում նախ մեծահասակների դերերում եւ երեխաները արդյոք առաջի անգամ են ֆիլմում, թե էլի փորձառություն ունեն ինչ որտեղ է նկարահանվելու։ Դե մեծահասակների փորձառու էին բոլորներ, Մկրտիչ Արզումանյան, Դոն Կիշոտն է։ Այո, Արան Սարգսյան, Սամսոնը Ստեփանյան, Անահիտը Մանուկյան, Վահագնը Գալստյան ու էլի շատերը թող ինձներ են, հիմնական մասն եմ ասում։ Դե իրենց փորձի ու տաղանդի մասին կարծում եմ ավելորդ է ինչ-որ բան ասել, իսկ երեխաները այո ունենք շատ դժվար կաստինգ ենք անցել, բայց հաջողեցինք, կարծում եմ երեխաները շատ լավն են, խնդիրը հասկացող, մտածող, կարևորը դերասանը, մտածող դերասանը լավ բան է։ Ու կարծում եմ ստացվեց այն, ինչ ուզում ենք։ Նարեկ արդեն քանի օր է գնում է ֆիլմը, հանդիսատեսը հիմնականում դպրոցականներ են, թե մեծահասակներ։ Ասենք պատահում է, կներեք, հարցս էսպես եմ ուզում տամ։ Հնարավոր է, որ ծնողները երեխաներին են բերում, որպեսզի դիտեն, բայց պատահում են, չգիտեմ, ունեք այդպիսի վիճակություն, որ ուղղակի մեծահասակներ, գուցե ոչ ամուսնացած, ոչ երեխաների դեր, հա, այդպես գան ուզենան դիտել ֆիլմը, ուսուցիչներ, չգիտեմ, այդ մտավորականներ կան ֆիլմում, թե չէ դիտելիս։ Կան, բայց ցավոք այդքան էլ շատ չեն, ինչու եմ ասում, ցավոք, որովհետև ինչպես նշեցի, ֆիլմը վանկական չի։ Ես հասկանում եմ, գուցե երեխաների համար չի, հա։ Լիարժեք մանկական չէ, այսինքն երեխաների համար է, բայց ինչպես առակները, հիմա առակները մանկական են, թե մեծերի համար են։ Ես կարծում եմ, մեր ֆիլմը այդ առակի նմանությունն ունի, որ այո, փոքրիկների համար է, բայց մեծերին էլ է ստիպելու մտածել, որովհետև ընտեղի թեմաները միայն մանկական չեն, մակերեսային շերտ ունենք, որ երեխաներին շատ հասկանալի է, հստակ է, կա խնդիր, կա հերոս, լուծման տարբերակներ ու հիմա կտեսնենք լուծումը։ Նույնը կասեմ հումորի մասին, որ այդ թեթև չափի մեջ առանց գրեհկաբանության այն ինչ թույլատրելի է երեխաներին, բայց դա այն ֆիլմը չի, որ մեծ առանց երեխայի գնա, գուցե կձանձրանա կամ չունի այնտեղ գտնելու բան, վստահաբար այդպես չի։ Ֆիլմը ընտանեկան է, բոլորի համար է։ Նարեկ լավ գանք շարադրություններին, որը հիմնական առիթն էր այսօր ձեզ հրավիրելու, ֆիլմին դեռ կանրադառնանք, բայց երբ
այդ տեղեկատվությունը համացանցում տեսա այդ հայաստանյան մրցույթ շարադրությունների ես սա եղավ խթանը ձեզ հրավիրելու այստեղ ստուդիա եւ զրուցելու Նարեկ քանի դպրոց եմ մասնակցել իմ հերոսը շարադրությունների մրցույթին եւ որքան գրավոր եք ստացել որքան շարադրություն եք ստացել դպրոցների թիվը հստակ չեմ կարող ասել հիմա ասեմ ինչու քանի որ մենք ժյուրի անդամներ ենք ու մեր շարադրությունները հասնում էին փակ, այսինքն ես շարադրությունը կարդում էի իմանալով միայն հեղինակին, թե որ դպրոցն է, չգիտեինք։ Մենք ընդամենը հեղինակին գիտենք, որպեսզի հետո հասկանանք, թե որ դպրոցից է։ Հայտարարությունը ԿԳՄՍ նախարարության օգնությամբ ու աջակցությամբ տարածվել է բոլոր դպրոցներում հայաստանյան, գրեթե 1400 դպրոց։ Ոմանք արձագանքել են, որոշ դպրոցներ արձագանքել են, որոշները կարծում եմ թերացել են կամ սուլացել են, որտեղ կային աշակերտներ, ովքեր տեղյակ չէին, բայց չպիտի այդպես լիներ։ Ինչևէ, մենք ստացել ենք մոտ 700 շարադրություն։ Ինչու չեմ կարող հստակ դպրոցների թիվն ասել, քանի որ երկու փուլով էր շարադրությունները։ Սկզբում դպրոցները իրենց շարադրություններից պետք է ընտրեին լավագույնները, ապա մենք իրենց ընտրած լավագույններից։ Առաջի փուլը դուք կապ չունի դպրոցներ ընտրում։ Այո, ու յուրաքանչյուր դպրոց, այսինքն այն դպրոցները, ովքեր ունեն 1-ից 12, ունեն երկու խումբ միջև 4-ից 9 ու ավագ դպրոցը երկու խումբեր, այսինքն յուրաքանչյուր դպրոցից սպասում էինք երկու շարադրություն։ Հետևաբար ես հիմա չգիտեմ այդ 700-ից քանիսն է, քանի դպրոց են, որ երկու շարադրություն են ուղարկել, քանի դպրոց, որ մեկը, դրա համար դժվարանում եմ ասել դպրոցների թիվը։ Բայց շարադրությունները մոտ 700 շարադրություն ստացել ենք, արդեն մենք, թե քանիսն է եղել դպրոցներում, եւս չգիտեմ։ Նարեկ, կարող եք ինձ ասել, թե դեռ հաղթողների մասին խոսենք, թե ովքեր էին այդ 700-ի մեջ գերակշռում, ըստ երեխաների ովքեր են իսկական հերոսները։ Տեսեք, այնքան տարբեր է, իրականում շատ ուրախացնող ու տխրեցնող փաստեր ունենք այդտեղ, որտեղ դե բնականաբար ինքներդ էլ ենթադրում եք, որ մեծ մասը մեր զինվորներն էին։ Հետո գալիս էին ծնողները, ուսուցիչները, բժիշկները, ու այդպես շարունակ, բայց այնքան շատ էր այդ ամեն ինչ ու այնքան հիմա տխրեցնող հատվածին, այնքան քիչ էր այդ ինքնատիպությունը, որ բոլոր այդ լուսավոր լավ երեխաները ստերեոտիպային բանն է շատ էր։ Հետո շատ էր արհեստական բանականության կիրառումը, հիմնական մասը դրանք էին, այսինքն այն ինչը որ առաջինը բոլորիս մտքով անցնում է, որի հետ ես ընդհանրապես խնդիր չունեմ։ Ես ընդունում եմ, հարգում եմ բնականաբար բոլորիս համար մեր ծնողներն էլ են հերոս, ուսուցիչներ, զինվորներ, ուղղակի գիտեք որն է խնդիրը, որ նույնիսկ այդ դեպքում դու ուզում ես կարդալ ու գտնել այն տեղը, այն կետը, որը երեխային թույլ է տալիս այդ հայտարարությունն անել, այդ կետը չկա։ Երբ որ ես ասում եմ, այո, իմ ծնողը հերոս է, դա իմ համար պարզ է, շարադրությունների տրամաբանությունն էլ այդ երեխան պետք է գրի ըստ իր մտածածի ըստ իրեն, ով է իր հերոսը, խնդիր չեմ տեսնում, բայց դու փնտրում ես այդ կետը, որ այն պապան հերոս է, որովհետև ու ինչ որ հետաքրքիր բան, ոչ թե այստեղ կոտրի ստերեոտիպը։ Երբ որ մեզանից վստահ եմ շատերը նեղացել են, մենք ստացել ենք նամակներ, որ երեխան, այ օրինակ ինչու մեր երեխան չի հաղթել։ Ես ուզում եմ ասել, որ այդ շարադրությունների մրցույթը դա գնահատական չի, դպրոցի թելադրություն չի, որ ասենք հայտես Վալիկ ջան, այստեղ ունես ուղղագրական, սխալ կետադրական, իջավ միավորները դու չես հաղթում, բոլորն են հաղթող։ Խնդիրը այստեղ է, որ երբ որ դու ունես 50 նույն շարադրությունից, ակամայից մրցույթը ենթադրում է, որ դու պետք է ընտրես որևէ մեկը։ Դու ստիպված ես այս 50-ի մեջ փնտրել այն մի փոքրիկ, մի քիչ ուրիշը։ Որպեսզի դա հաղթի, այսինքն չհաղթողներին մենք չենք գնահատում։ Մենք իրավունք էլ չենք վերապահում մեզ որևէ մեկին գնահատական տալ կամ որևէ մեկի աշխատանքին, բայց մենք ստիպված ենք ընտրել, որտեղ մրցույթի տրամաբանությունն է այդպեսին, ու մենք ընտրել ենք այո այն շարադրությունները, որտեղ կա ինքնատիպություն, որտեղ կա երեխայի խոսքն ու միտքը։ Նարեկ չէր պատահում այսպես, որ ենթադրենք, թե կերպարը ում հերոս է ներկայացնում երեխան, էլի ստերեոտիպային է, բայց իր շարադրանքի մեջ դուք տեսնում եք այդպես ստեղծագործական ձիրք, ես չեմ ասում հիմնավորումը թե ինչի է հերոս, օրինակ լեզվի կարողություն, հա այդպես կենթանի լեզվով, հա այդպես աշխույժ, շարժուն,
Մի խոսքով այդպես չէր պատահում, դա ձեզ համար չափանիշ չէր գնահատել։ Հաղթողներից մեկը հենց այդպիսի շարադրության հեղինակ է, որ եւս հերոսը մեր Պարապանց նահատակներից էր, բայց իր շարադրանքն ու միտքը այնպեսին էր, այնպես էր ձևակերպված, որ այո, հաղթեց իր հենց այդ գեղեցիկ շարադրանքը։ Նարեկ, քանի տարեկան էին երեխա, մրցույթը որ տարիքի դպրոցականների համար էր։ 4-ից 9 ու ավագ դպրոց, այսինքն փաստացի 4 դասարանից սկսած։ Այսինքն 4 դասարանցին պետք է մրցակցեր ավագ դպրոցի։ Չէ, 4 դասարանցին միջև ավագ դպրոցի հետ պետք է մրցակցեր, այսինքն միջև 9-րդ դասարան, բայց պատկերացրեք մրցակցել են, այո, մեր հաղթողներից մեկը, եթե չեմ սխալվում, 11 թե 12 տարեկան էր տղան։ Թող ինձների, այո։ Լավ, հիմա ես հնչեցնեմ հաղթողների անունները նարեկ։ Ուրեմն մի երկուսը Երևանից են, ոնց որ թե Մուրացյանի անվան թիվ 18 դպրոցի հիմնական դպրոցից Ելենա Անտոնյանը, Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցից Եվա Ամիրյան, Գյումրուց Գայանե Մկրտչյան եւ Սարավանի հիմնական դպրոցից Արտյոմ Մելիքյան։ Ես տեսա, որ երեքը աղջիկ են, մեկը տղա, աղջիկները միշտ սովորաբար ces բաներում ավելի ակտիվ են լինում։ Լավ, հիմա ինձ կարող եք ասել գոնե այս հաղթած, հա, այս մրցանակակիր երեխաների համար հերոսներն ովքեր էին, իրեն շարադրությունների հիմնական կերպարն էր։ Այո, լավ հիշում եմ, ես գուցե հեղինակներին հիմա չառանձնացնեմ, որպեսզի չխառնեմ տեղերով, բայց երեխաներից մեկի մոտ այդ որ ասում եմ, հերոսը էլի մեր նահատակներից էր, հերոսներից, ով զոհվել էր 44 օրյա պատերազմում, բայց իր մոտ շարադրանք օրինակ սկսում էր այսպես. ով կլիներ իմ իսկական հերոսը, եթե չլինեին պատերազմները։ Նախ ինքը թվարկում էր որոշակի հերոսների, հաջողության հասած մարդկանց, մեծ մարդկանց, սպորտսմեններ, գիտնականներ եւ այլն, բայց հետո ասում էր, բայց կա պատերազմը, իսկ պատերազմական այս վիճակում ու պատերազմող երկրի համար ու իր համար հերոսը փաստորեն այս հայ զինվորներ։ Այսինքն ոչ կոնկրետ կերպար, այո, հայ զինվոր։ Կոնկրետ կերպար էր։ Հա Այո, բայց այդ ձևակերպումը ու մտքի կառուցվածքը այնքան էր տարբերվում նմանատիպ մյուս շարադրություններից, որ մեր ինչպես նոր խոսում էինք, ստերեոտիպային վիճակում ամեն դեպքում առանձնացավ։ Գեղեցիկ շարադրանքով, մոտեցումով, ծանր ու թեթևանելու, ընտրության, որ պահին, այսինքն հետաքրքիր միտք կար նաև, որ այո, հերոսը կախված պահից կարող է փոխվել։ Ու գուցե այսօր սովորական ինչ-որ զինվոր, որ նույնիսկ սահմանին չի, չէ, ունենք զինվորներ, որ, չգիտեմ, ճաշարանում է աշխատում ու գուցե նա չընկալվի որպես հերոս, բայց վաղը երբ նա կանի այդ իր հերոսությունը, ինքն էլ է դառնալու հերոս։ Ու ինձ թվում է, այո, պահն է ծնում հերոսների, այդ երեխայի շարադրության մեջ այդ շատ գեղեցիկ էր երևում հաղթողը։ Լավ, այս զինվորը մեկ բամնացած հաղթող է։ Մյուսի մոտ մի երեխա էր, ով այդ տղայի շարադրությունն էր Սարավանից, Արտյոմի։ Այո, որտեղ այդ իմ ֆավորիտներից էր ու ֆիքսեցի իրեն։ Պատմում էր, որ ունեցել են ընկերով անվասայլակի վրա եղել, իրենք ֆուտբոլ են խաղացել, այդ տղային դարպասապահ են կանգնացել, սկսել են իրեն շանս տալ, ինքը հավատացել այդ ամեն ինչին, պայքարել է ու որոշում է կայացրել, որ չէ, պայքարելու է ու այժմ քայլում է։ Բայց ես այդ շարադրությունը ընտրել եմ ոչ թե այդ սայլակի վրա նստած տղայի համար ու իրեն էլ եմ ասել, այլ ասել եմ ինձ համար է շարադրության հերոսը դու քո ընկերներն եք, որովհետև փաստորեն իրեն այդ ուժ տվողը դուք եք։ Դա իրական պատմություն է, գուցե երեխան ինքը վստահեցնում էր, որ իրական է։ Այդ պարագային արդեն ինձ համար ինքը շատ ավելի թանկ է դառնում։ Եթե իրական է, եթե խաբել է, դե գուցե հորինելու։ Չէ, դա էլ է, եթե կարողացել է այդպես լավ ստեղծագործել հորինել, ուրեմն այդտեղ է։ Ինձ համար այդտեղ իրենք ու իր ընկերներն էին հերոս, ովքեր փաստորեն այդ իրենց կարևոր ֆուտբոլային խաղը վտանգելով հանուն իրենց ընկերոջ ու կարծում եմ, այո, այդ հերոսությունը այո զոհողության մասին է ու ես իրեն էլ ասեցի, որ այո, ապրի քո ընկերը, բրավո, որ պայքարել է, քայլում է, բայց դու հաղթել ես, իմ ընտրությունը եղել է, բան քեզ հերոս տեսնելով ու քո ընկերներին, ովքեր կարողացել են եւս մի հոգու ավելի լավ տեղ տանել։ Շարադրություններից մեկում հերոս էր ամենասովորական մարդը, բայց էլի ձևակերպան հաշվին ինքը հաղթեց, որտեվ շատ հետաքրքիր մեկնաբանություններ կային ու ցույց էր տալիս այդ հարցը, որ բարձրացրեցինք, իսկ որ կետից է դառնում հերոս, իր մոտ կար այդ կետերը, թե օրինակ ինչու է հաստուխը ստիրեն հերոս։ Մաքրություն անողը, քաղաքի, չգիտեմ, վարորդը,
ու այդպես շարք ուներ ու ամեն մեկի համար ինքը քեզ ցույց էր տալի կետը այն դժվարությունը, որի միջով անցնում էր ու հերոսանում էր, բայց հետաքրքիրն է, որ մեծ տարիքում նման շարադրություն գրելը մի քիչ խնդրահարույց կլիներ ու գուցե չհաղթեր, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ մասնագետներից շատերը ամեն դեպքում աշխատում են ու վարձատրվում են, բայց այդ երեխայի մեկնաբանության մեջ ու իր հայացքով այդ ամեն ինչը այնքան հերոսաբար էր արվում, որովհետև ոչ որպես աշխատանք չէր ինքը դիտարկել, այսինքն այնտեղ չկար որ հացթուխը հաց է թխում, որովհետև ստանում է այդքան աշխատավարձ։ Իր մոտ հացթուխը արթնանում էր գիշերը կամ լուսաբացին գնում էր թխում էր այդ հացը, որպեսզի մենք բոլորս առավոտյան ունենանք տաք ու անուշաբույր հաց։ Ու այդպես հետաքրքիր էր, որ իր մոտ այդ չկար, այդ ֆինանսը, այդ փողը։ Չորրորդը շատ հետաքրքիր մի պատմություն ուներ, էլի թվարկում էր որոշակի հերոսներ, թվարկման արդյունքում կարծես թե ինքն էլ էր ուզում անել են ինչ մենք, այսինքն դուրս բերել են հատկանիշներն ու որակները, որ հերոսը պիտի ունենա ու ոչ թե ասում էր այս սա հերոս է, որովհետև տտտ, այլ ասում էր հերոսը պետք է ունենա այս հատկանիշները, իսկ այս դեպքում ինչու հերոս չէ նաև սա։ Մի քիչ գուցե ծիծաղելի կհնչի կամ մեզ գուցե չհասկանան, ասեն այսինքն, բայց իր հերոսը շունն էր։ Իր տատիկի շունն էր, որի մեջ նա փաստորեն կարողացել էր դնել այդ բոլոր հատկանիշները։ Շունը խնամել էր տատիկին, երբ աչքի խնդիր էր ունեցել տեսողության, կողքից տեղ չէր գնացել, անգամ երբ բարեկամները նրա մոտ չեն, շունը մնացել էր։ Շունը իր փոքր չափսերով հանդերձ պայքարել էր աղվեսների դեմ տատիկի հավերին փրկելով, շունը իր փոքր չափսերով հսկում էր մի ամբողջ մեծ գյուղ, մի խոսքով կարողացել էր մեզ համոզել ու հետևաբար նաև ըստ իրեն, եթե իսկական հերոս էր այդ շունը, որովհետև նա ուներ բոլոր այդ հերոսական գծերը, մենք չունեցանք առարկություն, ասեցինք թող լինի, այո, շունն էլ ոչ հավատարմորեն իր շունը այդպես հերոսական շուն էր։ Նարեկ, ես հիմա զրույցի ընթացքում մի բան հիշեցի, որ 2008 թվականի շարադրությունների մրցույթ էր հայտարարվել, արդեն պետությունն էր հայտարարել, ոչ թե զրպես այդպես մասնավոր մի ձեռնարկել, պետությունը հայտարարել, ինչ եմ ուզում դառնալ, եւ հսկայական թիվ էին կազմում, ուրեմն շատ մեծ թիվ էր կազմում այն շարադրությունների թիվը, այն երեխաները, ովքեր գրել էին, որ ուզում են դառնալ կամ ոստիկան, կամ դատախազ, կամ դատավոր, բայց ավելի վտանգավոր էր հիմնավորումը, թե ինչու։ Մարդ բռնեմ, որ փող աշխատեմ։ Ես հիշում եմ, որ 2008 թվականին հանրապետական մամուլում հոդված գրեցի, որ սա ազգային անվտանգության խնդիր է, որովհետև երեխաները իրավաբան, հա, այդպես դատավոր, դատախազ ուզում են դառնալ, եթե գրած լինեին, որպեսզի իմ հայրենիքում հա արդարադատություն հաստատեմ, օրինականություն հաստատեմ, պետք էր ծափահարել, բայց այս մարդիկ ասում են մարդ բռնենք, որ փող աշխատենք, այսինքն պատկերացնում եք, ասենք ինչա սերնդի, հա, մտասևեռումը, ցանկությունները, նպատակները, սա իսկապես խնդիր էր, որ վատ տեղ էր տանում։ Գիտեք, հեշտ է ժյուրի անդամ լինելը, ես մի հանձնարարողի անդամ եմ արդեն երկրորդ անգամ, Վրեժ Իսրայելյանի անվան տոնապետ գրական մրցույթի, որը տարվա լավագույն պատմվածքների մրցույթ է, անցած տարի ունեցանք 150 հայտ, ինչի համար եմ պատմում, հիմա կասեմ, այս տարի 85, անցած տարի ուրեմն պատմվածքների մեծ մասը պատերազմի մասին էր եւ մեր կորուստների, Արցախի բռնի, հա, տեղահանման արցախցիների եւ այլն։ Այս տարի փոքր-ինչ պակասել է, բայց էլի ձեր ասած ստերեոտիպային բաներ կային եւ այս անգամ ավելի շատ էին կասկածները մեր արհեստական բանականության եւ ստիպված էինք մի քանիսը այդպես ստուգել։ Եղան ձեզ մոտ այդպես բռնված երեխաներ, ովքեր արհեստական բանականությամբ էին։ Այո, իհարկե, մենք ունեցել ենք գրեթե թիվը գուցե խափեմ մի քիչ մոտ 40 շարադրություն, որոնք սկսում էին մի բառի տեղափոխությամբ նույն նախադասությամբ։ Այսինքն օրինակ իսկական հերոսը միայն նա չէ, ով ռազմի դաշտում է եւ ունի փայլփլում զենք ու զրահ, այլ նաեւ նա։ Այդ նախադասությունը բառերը մի քիչ այս կողմը այն կողմով հանդիպել է գրեթե 40 շարադրության մեջ։ Կային բառեր ու ձևակերպումներ, որոնք չես հավատում, որ այդ երեխան կարող է կամ դրա կարիքը կա։ Բարդ շարադասություններով երկար եւ նա տտ ստորակ է ստորակ է։ Մենք ունեցել ենք շարադրություն, որ շարադրության կեսում կար այսպիսի տող։ Երբ ես դեռ աշակերտուհի էի, մի օր մեր ուսուցչուհին ասաց.
Այսինքն երբ ես դեռ աշակերտուհի էի, գրում ես աշակերտ, բարձա չէ որ արդեն մի բան են չի, կամ մաման մոռացել է որ իր անունից չպետք է գրի, կամ եթե երեխան է խնդիր կա, միևնույնն է կա։ Ու կային թարգմանված հետաքրքիր ուրախացրեցին որ արտասահմանյան գրականություն են ուսումնասիրում, բայց այդ երեխաները պետք է հասկանան դե որ մենք էլ գուցե մի քիչ մի բան գիտենք ամեն դեպքում պատահական չի որ ինչ որ բաներ մենք էլ ենք գրում կամ հետ թարգմանելով շատ արագ, չգիտեմ, անգլիական, ամերիկական գրականություն, գրքից հատված կոնկրետ, ասենք հերոսի մենախոսություն, որտեղ հերոսը չեմ ուզի մանրամասներ ասել, երեխաներին էլ չեմ ուզի նեղացնել ամեն դեպքում։ Նարեկ, ինձ հետաքրքիր է, կային շարադրություններ, որոնք ազդված էին երկրի ձևակերպումից, թե ով է իսկական հերոսը, այդպես պարտաճանաչ, հարկերը վճարող, բանը, հա, կային այդպիսի բաներ, թե չէ։ Չէ, եթե կային ինչ չեն հանդիպել, չէ։ Երեխաները ամեն դեպքում դեռ գիտեն։ Ժյուրի անդամ եք եղել, իսկ եթե լինեիք մրցույթի մասնակից, այ օրինակ հիմա դուք ինձ հարցնեք, ես կդժվարանամ, երկար պիտի մտածեմ այդ շարադրությունը գրելիս։ Ձեզ համար ով է իսկական հերոսը։ Ինձ համար որպեսզի երկար չմտածեմ, միանգամից կարող եմ ասել օրինակ Կարապետյան Շավարշը։ Ինձ պարզ հստակ մարդը կատարեց ընտրություն իր եւ ուրիշների միջև հերոսական քայլ վտանգելով սեփական կյանքը, այսինքն այդտեղ նույնիսկ պետք չի խորանալ, որպեսզի գտնել կամ տեսնել այդ հերոսությունը։ Օրինակ 1։ Չգիտեմ, Մոնթեն, բայց ոչ միայն որպես հերոս ու զինվոր, ինչպիսիք շատերը կան, այլ էլի ընտրություն կատարած մարդ, որտեղ ինքը շարքային ծառայող չէր, որ բոլորս էլ մեր ժամանակին ծառայել ենք, առաջնագծում կանգնել ենք ու դա եղել է հրաման ու մենք այդ իրավիճակում հայտնվել ենք։ Ուրիշ բան է, երբ դու ես ընտրում հայտնվել այդ իրավիճակում թե ոչ։ Դուք արդեն բացի անուններ տալուց, Նարեկ, արդեն որոշակի սկզբունքներ նախորդ հարցին պատասխանելիս, երբ որ ասեք դրա համար չի վարձատրվում, հա, եւ հիմա ասում եք ընտրություն կատարել, ոչ թե հրաման կատարել։ Այսինքն հերոսանալու որոշակի ուղիներ եք նշում, հա, կամ կարևոր պայմաններ։ Շատ դժվար է, ես Արցախյան պատերազմի մասին մի քանի գիրք եմ գրել, գեղարվեստական պատմվածքների ժողովածուներ եւ իմ հերոսների մեծ մասը գնացել են հերոսացման ընտրությունը եղել է արդեն որ գնացել են կամավոր, բայց այդ հերոսացման պահը եղել է ակամա։ Այո։ Շատ դժվար է էլի այդպես որոշել թե որ պահին է իսկական հերոսությունը տեղի ունենում եւ ինչ հանգամանքներ են այդտեղ դեր կատարում։ Այդ սուբյեկտիվ, այո, սուբյեկտիվ մոտեցումը կա, բայց ամեն դեպքում, եթե իմ անունից ասեմ, ըստիս, տեսեք ինքներդ նշեցիք, որ այդ ընտրությունը եղել է արդեն։ Ամեն դեպքում, երբ ընտրությունը կա, ինձ թվում է հենց դա արդեն հերոսության այդ առաջի քայլն է։ Հետո ինչ իրավիճակում կհայտնվենք, հաճախ հերոսացումը նույնիսկ հերոսություն չի, այլ պարտադրված քայլ, չգիտեմ, ինչ որ մեկը շատ դժվար ճանապարհ է անցել ու ծափարում ենք իրեն, բայց արդյոք դա հերոսություն է, թե օրինակ ապրելու բնազդ, որ այդ մարդը ընդամենը պայքարել է, որպեսզի ապրեր։ Արդյոք այդ հերոսություն ա եղել, թե ոչ, չգիտեմ, ինձ թվում է հերոսությունը առաջին քայլը դա ամեն դեպքում ընտրությունն է սթափ, երբ որ դու ընտրում ես, որ սա ես պատրաստ եմ զոհել հանուն սրա։ Նարեկ, առաջի ֆիլմից հետո, մի անգամ դպրոց առաջինից հետո նույնպես շարադրությունների մրցույթ եղավ, հա? Առաջ, այո, մենք միշտ անում ենք ընդառաջ, Սա երկրորդն էր, ընդառաջ, բայց առաջինի դեպքում միայն երևանյան դպրոցներն էին, այս անգամ արդեն ամբողջ Հայաստանում։ Ինչպես ես ասեցի գրական մրցույթի մասին, այստեղ էլ ինձ թվում է թեմաների որոշակի պիտի հերոսների փոփոխություններ կան, թե սխալվում եմ։ Հիմնական գիծը մնացել էր ամեն դեպքում, հիմնական գիծը մնացել էր ու դա նորմալ է, որտեվ գալիս է դպրոցից, եթե հնչում են այդ թեզերը դպրոցում, երեխան տպավորված է, հետո այստեղ շատ պստիկ նյուանսներ կան, էլի ամեն դեպքում աշակերտը նախ կարծում եմ ցանկանում է գոհացնել իր ուսուցչին կամ տնօրինության, ովքեր պետք է ընտրեն այդ շարադրությունների միջից ինչ որ մեկն ուղարկեն մեզ։ Գուցե այդ երեխաները այդ խոսույթի մեջ են, այդ ամեն ինչը լսելով տպավորված, այսինքն իրենք գիտեն թե ինչ է պետք գրել, որպեսզի ուսուցիչն ասի ապրես։ Նարեկ, ինչ եք պատրաստում ապագայի համար, հետագայի համար, արդյոք կարող ենք ակնկալել նաև մի անգամ դպրոցում 3, 4 եւ դրանց ընդառաջ շարադրությունների մրցույթներ։
նախ ասեմ, որ ամեն ինչ կախված է երկրորդի հաջողությունից, որովհետև այդ միայն դա է, որ իրավունք է տալու ինչ-որ բան շարունակել, իսկ խոսելով այդ շարժությունների մասին ամեն դեպքում կուզենամ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, Կոնֆերս բանկին, ում շնորհիվ մենք փաստորեն հաղթող երեխաները իդեպ գուցե մրցանակի մասին եք տեղյակ, ամբողջ դպրոցի կազմով գալու են կինոթատրոն ֆիլմը դիտեն անվճար։ Այո, իսկ դա այդքան էլ հեշտ չի թե։ Դպրոց գալու է։ Այո։ Ու եթե երկրորդը ունենա հաջողության այն մակարդակը, որ մեզ իրավունք կտա շարժվելու առաջ, մենք պատրաստ ենք։ Ամեն դեպքում այս պահին այնպես չի, որ դրա մասին չենք մտածում, բայց այնպես էլ չի, որ դրանով ապրում ենք, որովհետև դա ինչ-որ պահից հետո որոշում է կայացվում ու սկսում են գործել։ Ինքը այդպես երկար քննարկելու առարկա չի։ Կամ անում ենք, կամ ոչ։ Այս պահին մենք պատրաստական ենք, ունենք նյութեր, որով կարող ենք աշխատել։ Կլինի, այո, կլինի հրաման, սկսեցինք, սկսենք, չէ, ուրեմն չէ։ Նարեկ, ես ուզում եի ավարտել, մեր ժամանակը սպառված է, բայց հիշեցի, որ մի հարց էլ ունեի։ Բացի ձեզանից ովքեր էին ժյուրիի կազմում շարադրությունների մրցույթի։ Եթե անուններով չնշեմ, բայց թող ինձ բոլորն էլ ներող լինեն, որտեղ 8-9 հոգի ունենք, ես կարող եմ ասել մեր ֆիլմի արտադրության կողմից մարդկանց Վահանը Գրիշկյան պրոդյուսեր, Մկրտիչ Արզումանյան, պատվավոր ժյուրի, քանի որ գիտենք երեխաները հաստատ ավելի հաճիկով իրենից կստանան այդ պատվոգրերը, ունենք գրականագետ, ունենք լեզվի տեսչությունում աշխատող մասնագետ, ունենք գրողներ, խոսքով 8-9 հոգի, բայց բոլորը մասնագետներ այս կամ այն չափով։ Եթե մենք փոքր-ինչ ավելի հեռու ենք այդ ամեն ինչից ու շեշտը դրված էր մտքի գեղարվեստական արժեքի վրա, ապա ունենք մասնագետներ, ովքեր մանրամասն բոլոր ասպեկտներով այդ ամեն ինչի վրայով անցել են։ Նարեկ, մեր ժամանակը ավարտված է, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք եւ ես հետաքրքիր աշխուժ զրույց ունեցանք։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։